Սիրելի ռադիո լսողներ եւ ռադիո դիտողներ, ողջունում եմ ձեզ 5 շաբթի է այսօր, ինչպես գիտեք, գործարար ալիքի եթերում 5 շաբթիները բարձր տեխնոլոգիական են, այս նախագիծը մենք առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության հետ ենք անում, սա էլ Tech Hire հաղորդաշարն է, ինչը եւ այդ միության տնօրենի Սարգիս Կարապետյանի հեղինակային հաղորդաշարն է, Դավիթ Խումարյանն է երկրորդ խոսափողի մոտ ձեզ համար աշխատում, ողջույն Սարգիս։ Ողջույն Դավիթ ջան։ Ես ձեզ կոչ եմ անում ու հորդորում եմ բաժանորդագրվել լրատվական ռադիոյի գործարար ալիքի թվային հարթակներին, որ կարողանաք մեզ նաև դիտել, նաև իհարկե հետևեք առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության օգտահաշիվներին բոլոր սոցիալական ցանցերում, իսկ այն մարդիկ, ովքեր որ հետևել են, վստահաբար տեսել են, որ Arm Robotics-ն է տեղի ունեցել, որովհետև ես տեսա, որ ձեր էջում լայնորեն նկարագրվում էր Arm Robotics-ում տեղի ունենալիքը։ Չհետևողների համար, ինչ է Arm Robotics-ը, ինչով են զբաղվում այդտեղ մարդիկ։ Arm Robotics-ը արդեն 17 տարի է Հայաստանի համահայկական ռոբոտիկայի ռոբոտաշինության մրցույթ է, որտեղ կան տարբեր տարիքային խմբեր, տարբեր տեսակի խնդիրներ, որ ճարտարագետները փորձում են իրենց լուծումներով մրցել ու հաղթողները ստանում են մրցանակներ։ Թիմեր են, անհատներ են, ընկերություններ են։ Չէ, թիմեր են մասնակցում, այս տարի աննախադեպ շատ քանակի հայտեր են ունեցել, 170 թիմ է դիմել, սկզբից մարզային փուլերով ֆիլտրել ենք 30 թիմ, երկու խմբերից, կրտսերները 9 թե 10 թիմ մասնակցեցին 12 թիմ մասնակցեցին հանրապետական մրցույթին եւ 18 թիմ մասնակցեց մեծ խմբում։ Այսինքն փորձաշրջաններ են, հա, ֆիլտրացիա տեղի ունեն։ Մրցույթը ոնց որ օլիմպիական խաղերը մոտավոր այդ ձևով մարզային փուլեր ա լինում ամեն մարզում եւ այնտեղ լավագույնները ընտրվում են հանրապետական փուլին մասնակցելու համար։ Ով է որոշում հաղթողին եւ ինչ դրամաբանությամբ։ Բոլոր թե մարզայիններում, թե հանրապետականում ունենք անկախ մրցավարների կազմ, որոնք ձևավորվում են սովորաբար համայնքից, փորձավոր մարդիկ ու երևի ամեն տարի լինում է ինչ-որ մեկը, որ մասնակցել է առաջին Arm Robotics-ներին, մարդիկ, ովքեր այսօր գլխավոր ճարտարագետներ են ընկերությունների հիմնադիրներ են, հավաքվում են, միշտ սիրով են մասնակցում, տենց չի եղել, որ դիմենք ինչ-որ մեկին, ասենք, արի մրցավար, ասի չէ, ես չեմ գալի։ Մի երկու անգամ եղել է Instigate-ի ընկերները չեն ուզել գան, բայց այս տարի եկել է, հետ են եկել։ Մենք ողջունում ենք Instigate-ի գործընկերներին, իրենք հաճախակի հյուրեր են նաև այս տաղավարում։ Ես անցած տարի եղել եմ, անցած տարի Մարսին էր վերաբերվում, եթե ես չեմ սխալվում։ Ամեն տարի ինչ-որ թեմատիկա է լինում։ Այո, այս տարի լոգիստիկային էր վերաբերվում։ Խնդիրը բավականին պարզ խնդիր էր դրված, բայց մենք հետևում էինք, թե ինչքան արագ ու որակով է կատարվում խնդիրը, որտեղ լոգիստիկայում խնդիրները այդքան բարդ չեն, բայց բարդությունը կայանում է նրանում, թե ինչքան արագ բեռը կհասնի տեղ, հա։ Որտեղ տարբեր տեսակի գույների տարբեր խորանարդներ էին, որոնք պետք էր իմիջիայլոց ինքնակառավարվող ռոբոտներ են։ Ինքնակառավարվող ռոբոտը պետք էր ճանաչի ու տեղափոխի համապատասխան տեղում էլ բեռնաթափի։ Այսինքն թիմի հիմնական աշխատանքը տնային աշխատանք է, երբ բուն ինքը հասնում է արդեն դաշտին, ինքը ուղղակի պիտի միացնի ռոբոտին ու նայի թե ինչ է տեղի ունենում իր։ Այո, այնտեղ չի կառավարում այդ ընթացքում։ Այնտեղ բան կար, այդ բեռնելու եւ բեռնաթափելու process-ում կարելի էր ըստ կանոնակարգի օգտագործել երկրորդ ոնց որ օգնող ռոբոտ, որը որ կարելի էր որ կառավարվող լինի, բայց ճանապարհը հասկանալը, գնալը, ճիշտ տեղ հասնելը պետք է ինքնաշխատ լիներ, բայց սովորաբար այդպիսի ռոբոտները չեն հաղթում մրցույթում, որովհետև ունենք հրաշալի դեմքեր, որոնք որ ամբողջովին ավտոմատ են անում ու այնտեղ միավորների, այսինքն եթե դու
գնում ես այդ ճանապարհով, որ պետքա օգնող օժանդակ ռոբոտ ունենաս, որը ձեռքով կառավարվող է, միանգամից համաձայնվում ես, որ եթե ինչ-որ մեկը ավտոմատ կերպով դա արեց, դու պարտվում ես, այսինքն միանգամից համաձայնվել ես, որ դու ցածր նպատակ ես գնում։ Երկրորդային բանի, երկրորդ ռեզուլտատի համար ես գնում, ոչ թե առաջինի։ Շատ հետաքրքիր, որ ու այսօրվա թեման ռոբոտիկսը չի, բայց robotics-ը շատ մեծ կապ ունի դրա հետ ու ես այսօր եկել եմ շատ ողջավորված անցած Կիրակի օրներ մինչև հիմա չի թողում այդ էներգիան որտեվ հաղթողները թե կրծեր թե մեծերի խմբում մարզերից էին ավելին Գորիսի թիմը հաղթեց մեծերի խմբում երկրորդ երրորդ տեղեր ունեցել ենք տարբեր տեղերից եւ կրծեր խմբում հաղթեց Աբովյանի թիմը որը բաղկացած էր երկու արցախցի 10 տարեկան երեխեքից, ովքեր իրանց թիմի անունն էլ Արցախ էին դրել ու այնտեղ շատ հետաքրքիր բան էր լինում, որ դե ընթացքում էկրանի վրա տեսնում ենք միավորները, այնտեղ տարբեր մոտեցումներ, տարբեր տեսակի գնահատականներ ու այդ ընթացքում փոփոխվում է էկրանին, ովքեր ինչքան միավոր են մի պահ եղավ, որ երկրորդ տեղ էր այս թիմը ու այդ երեխեքից մեկը լացում էր սենց շատ հուզված բան հարցրեցինք ինչի ես լաց լինում ասում է երկրորդ տեղ ենք ընկնում այսինքն իր համար բինարա որ առաջի երկրորդ երրորդ տեղ չկա կամ հաղթումա կամ ինքը պարտվել է վերջը բերեցին եկան այդ էներգիան, այսինքն այդ երեխեքը եկել էին հաղթելու էներգիայով ու իրոք հաղթեցին։ Ու բայց այսօրվա թեման այդ չի, ուզում եմ ավելի շատ գնանք դեպի այդ մարզերի երեխեքը ռոբոտիկայում հաղթեցին։ Այդի կարևոր կետ է, ինչը բերել է այն մտքին, թե ինչի մասին եմ ուզում այսօր խոսանք։ Մի պահ մոռանանք ռոբոտիկսը, ուրեմն նայում էի թվերը, թե տեխնոլոգիական համայնքը մեր երկրում ինչ դեր է խաղում մակրո մակարդակում էկոնոմիկայի վրա դրա մասին շատ է խոսացվում որ տնտեսության ոնց հնայի համախառն ներքին արդյունքի մեկ շնչին ընկնող 7.8% տեխնոլոգիական ոլորտի շրջանառությունն է ես ուզում եի տեսնել նախ այդ ինչ քանակի մեր աշխատ ուժի որ տոկոսով ենք դա ապահովում բարձվեց մոտավորապես էլի տենց թիվա 7.8% մոտավոր չեմ ուզում թվերի վրա կենտրոնանանք էլի կարող հա այսինքն 8% աշխատունակ մարդկանց 8%-ը 8% մոտավոր հա եթե լավ սենց իրուն կլորացնենք կամ 7.5%-ը ապահովում է 7.5%-ն այդ 8%-ը տալի ամեն դեպքում հա հիմա ոնց ուզում եմ թվերից վերանանք ավելի բան, հա, մի քիչ կլոր նայենք 8%, հա։ Հետո աստի տեսնեմ գյուղատնտեսության վիճակը ոնց է։ Պարզվում է գյուղատնտեսությունը վերջին տարիներին, ու վերջին նկատի ունեմ 5-8-10 տարիներին լավ հնայի մեջ տոկոսը պակասել է ու հասել է գրեթե էլի 8%-ի։ Բայց աշխատուժը 52%, լավ, երկուսը գցենք 50%, այսինքն 8%-ով ապահովում ենք 8% հնա եւ 50%-ով ապահովում ենք էլի 8% հնա։ Այս բերում է մի հատ մտքի, որ ասում եմ ինչ որ մի բան, ինչ որ միտեղ սխալ է։ Եթե մենք հիմա շատ արագ, տենց կոսմիկական արագությամբ ներդրումներ չանենք, որ այն ռոբոտիկսի բոլոր այդ 170 թիմերը վաղվանից չսկսեն զբաղվել գյուղատնտեսությամբ, մեր վիճակը լավ չի։ Կամ լավ, ես մի քիչ պոզիտիվ մարդ եմ ու դրականով եմ սիրում էլի։ Եթե սկսեն զբաղվել, շատ լավ կլինի մեր վիճակը։ Այո, եթե այդ 170 թիմերին մենք կարողանանք ֆինանսավորենք, որ իրանք սկսեն զբաղվել գյուղատնտեսությամբ, այդ գիտելիքը, այդ էներգիան
իրար հետ մրցեն։ Սրանից հետո 5 տարի բոլոր ARM Robotics-ի թեման ելնելու է գյուղատնտեսությունը։ Էլ ուրիշ ոչ մի թեմա չենք վերցնելու։ Գյուղատնտեսության մեջ պետք է տենց մրցույթներ լինեն, երամսյակը մեկ պետք է գյուղատնտեսության մեջ մրցույթներ ցույց տան, այո։ Մա ինչա կատարվում, այդ միջայլոց այդ 50%-ը մոտ 400,000 մարդ է, 760,000 աշխատունակ մարդ կա Հայաստանում ըստ մեր աշխատունակ չէ, աշխատող։ Աշխատող, հա։ Աշխատող։ Մի քիչ կդժվարանամ հստակ ասեմ աշխատունակ թե աշխատող, բայց էական չի այդ։ Այսօր ոնց որ մի քիչ ոնց որ բան անենք։ Էական էնա, որ ոնց որ կարգը նայենք, էլի 50%, այսինքն 400,000 մարդ եւ 50,000 մարդ, հա, sense նայենք։ Այսինքն 50,000 մարդ ապահովում են հնայի 8%-ը եւ 400,000 մարդ ապահովում են հնայի 8%-ը։ Ու այդքանով հանդերձ մեր աշխատուժի 50%-ը աշխատում է գյուղատնտեսությունում, ու մենք էլի ներկրում ենք շատ բան, հա, նշի որ մենք սնունդը ամբողջությամբ ապահովում ենք։ Հիմա եթե մենք մի 50,000 մարդ, որը բարդ սիստեմները հասկանում է, որը կարողանում է AR Robotics-ին մասնակցի, ոչ թե հաղթի, այլ մասնակցի, հա։ Որ հասկանում է տեղ ինչ է տեղի ունենում այդ միջոցառման ժամանակ։ Եթե կարողանանք մի քանի հազար, չեմ ասում, տասնյակ, 50,000 մարդ ուղենք դեպի գյուղատնտեսությամբ զբաղվել, ոչ թե երազանքը լինի գամ Երևանում, Սիրուն օֆիսում նստեմ կոդ գրեմ, այլ գնամ այդ 400,000 մարդը տենամ, ինչ են անում, ոնց կարամ ավելի էֆեկտիվ սարքեմ այդ ամեն ինչը, մենք ոչ միայն կարանք ապահովենք մեզ սնունդով, այլ կարանք տենց Իսրայելի պես տենց արտահանող դառնանք, էլի, լոլիկից բռնած մինչև գազար, ասենք Իսրայելը ուր ասես կարանք արտահանենք։ Ջրամատակարարման լուրջ պետություն, խնդիր ունեցող պետություն է, բայց ինքը գյուղատնտեսության մեջ ֆանտաստիկ ռեզուլտատների է հասել։ Հա, ես կարծում եմ այդ դժվարությունն է իրանց ստիպել։ Իրանք մեր այս վիճակը գալիս է նրանից, որ մեր մոտ գրպանիցը ծերմը ընկնում է միտեղ, իրան աճում է ու պտուղ է տալիս։ Ու մենք մի տեսակ տենց կարելի ասել թամբալացել ենք, էլի ազգովի, ու այդպես մոռացել ենք, որ գյուղատնտեսություն կա, բան կա, այդտեղ էֆեկտիվություն կա։ Չէ, որ իրականում դա բիզնես է, մարդիկ հարստանում են դրա վրա։ Հա։ Հիմա տեսնում եմ ֆերմերային տնտեսությունը, ինչ որ շարժ կա, հա, նոր տեխնոլոգիաներ կիրառող, բայց հիմնականում դրսից բերում են թանկարժեք տեխնոլոգիաներ, մեծ ներդրումներ է պահանջում։ Այսինքն եկել ենք այն վիճակին, որ գյուղացին իր հողը չգիտի ոնց մշակի, որտեվ հին մեթոդներով մրցունակ չի։ Ես ինքս իմ կյանքի 10 տարին նվիրել եմ գյուղատնտեսությանը, իմ պատանեկությունը անցել է full տենց գյուղատնտեսական կյանքի մեջ, զուգահեռ դպրոցին ու կրթությանը, ու ես հիշում եմ այդ ժամանակ, որ ասենք ինչ որ մի բանը ավել էր լինում, որոշում էինք վաճառենք, հիմնականում արտադրում էինք ինքներս մեր համար։ Սեփական օգտագործման։ Որ վաճառում էինք, ես ձերս չէր գնում այդ վաճառել։ Այդքան ամակ կա դրած։ Մի կիլոգրամ լոլիկ աճացնել հին գյուղատնտեսական մեթոդներով ու դա վաճառել հանցագործություն ոնց որ լինի։ Դու ասում ես ինչքան է ժամանակ էներգիա եմ դրես սրա մեջ։ Հիմա գինել չունի, էլի ինքը գին չունի, որովհետև ոնց որ բան ա եղել։ Դու մրցում ես ավտոմատ ձևով աճացրածի հետ, մասսայական արտադրության հետ ու ոչ մի ձև չունես, դու ափսոս ա որ վաճառես։ Ու հիմա եկել ենք հասել ենք այնտեղ, որ նույնիսկ մարդիկ էլ ափսոսում են այդ ժամանակը դնեն, որ իրանք ուտեն։ Եթե կա ավելի հեշտ է։ Լա, եթե ջերմոցից գալիս է այս գնով։ Ու ինչ է կատարվում։ Գյուղերից ծնողները մեծ տարիքով տղամարդիկ գնում են խոպան, որտեղ իրանց գյուղը չեն կարողանում, իրանց հողը չեն կարողանում մշակեն։ Լավագույն դեպքը է նա, որ իրանց հողը վարձով տալիս են ինչ որ մի ֆերմերի, որը շատ քիչ է դեռ Հայաստանում։ Մեր հողը, հա, մի հատ էլ թիվ։ Բերի հողերի 50%-ը չի մշակվում Հայաստանում։ 50%-ը Էդի լուրջ հարց է։ Ոնց որ մենք պետք է ազգովի դնենք, ու էսի ոչ մի տենց կառավարության բանի հարց չի, էլի։ Սա պետք է մենք այդ գյուղում բերի հողկա չի մշակվում, կառավարությունը ինչ անի, գա մշակի տեղը։ Հա, նայ, ոնց որ նորից եմ ասում, կառավարությունը կարա նպաստի, ակսելերացնի, բայց այն մարդուն, ով ուզում է դա անի, եթե չկա ցանկություն նոր ձևով մոտենալու սեփական հողի վրա էֆեկտիվ գյուղատնտեսություն անելու,
ինչ կառավարություն ուզում է, ինչ պետք է անի, հա հիմա գիտեմ կա ինչ որ ծրագրեր ոնց որ կա ձև եթե ինչ որ մեկը ուզում է զբաղվի նոր տեսակի բույսեր աճացնի հին տեսակի բույսերի նոր սորտեր նոր ձևեր եւ այլն դենց շատ չեմ հասցրել խորանամ թե ինչ կառավարության ծրագրեր կան բայց ես հիշում եմ որ էկոնոմիկայի նախարարությունը պարբերաբար հայտարարում է ինչ որ ծրագրերի մասին ու ինձ հետաքրիր է այդ ծրագրերից օգտվում են չեն օգտվում հա ոնց որ ու Ինչի չեն անում արդյոք էլ այդտեղ ինձ թվում է այդ հարցի պատասխանը ես չունեմ բայց ոնց որ եթե կան կառույցներ որոնք հետազոտություններ են անում եւ այլն մենք պատրաստ ենք ինչ որ համագործակցենք ու փորձենք հասկանալ ոնց օրինակ կարանք արմաթը օգտագործենք երեխեքի ռեսուրսը հիմա կա շատ agriculture 4.0 հա գյուղատնտեսություն 4.0 այդ industry 4.0-ն կա այդ այսինքն ինքնավար սարքեր, IoT սարքեր, որոնք որ տվյալներ են հավաքագրում ու այդ տվյալների հիման վրա գործողություններ են նաև անում ավտոմատ կերպով, այդ սարքավորումները հիմա գնացել են գյուղատնտեսություն։ Ասում են որ անօթաչուներ կան, որոնք ֆիքսում են փչացած բերքը։ Անօթաչուներ կան ու Հայաստանում էլ կա այդպես տեխնոլոգիաներ, հա, օրինակ Intel-ները Ամերիկայի կուկուրուզ արտադրողների համար ինքնաթիռից եւ դրոնից նկարներից անալիտիկա տալիս ջրի մակարդակի մասին, սերմի այդ ցանելուց հետո այդ աճողականության մասին, թե որտեղ է լավ աճում, որտեղ չի աճել, մի հատ էլա պետք սերմ դնել եւ այլն, այսինքն կա Sky Agro տղերքը ագին գործ են անում այդ ավելի էֆեկտիվ դեղամիջոցների եւ այլն, այսինքն արդեն մեզ հասանելի լիքը տեխնոլոգիաներ կան, բայց ենթադրենք դրանք թանկ են։ Ենթադրենք չէ, դրանք ահագին թանկ են մի գյուղատնտեսի համար, որպեսզի բերի։ Բայց դե մենք կարողանանք արմատներով հասնենք նրան, ու միայն արմատներով չէ, ովքեր որ կան կրթական։ Բոլոր, այո, բոլորը։ Եթե օրինակ դպրոցը կարողանա իր դպրոցները իմիջայլոց բացի այն դպրոցները, որոնք որ ինչ որ կոռուպցիոն մեխանիզմներով այս վերջին 30 տարում տնօրենները նախկին եւ այլն զավթել են հողերը, մնացած դպրոցները գյուղի ամենամեծ կալվածքներից մեկն է դպրոցը, որ հող ունի։ Հիմա եթե դպրոցը կարողանա այդ հողում նոր բաներ նոր որակի գյուղատնտեսական նախաձեռնություններ անի գոնե փոքր չափերով, այս ցույց տալու։ Հիմա դպրոցները սնունդ են տալիս դպրոցում, օրինակ այդ սնունդի մի մասը դպրոցը հենց ինքը արտադրի իր խոհանոցում էլ երեխեքին կերակրի ու ցույց տա գյուղացիներին ոնց է լինում ու նաև ասենք 50 տարեկան 60 տարեկան մարդուն էլ չես կարա նոր բարդ սիստեմներ բացատրեց որ կարելի է գիտես այս ջուրը ստեղից բերել այս մի սրա արտաթորանքը կերակրել այս մեկին կամ մշակել ինչ-որ ձևով ասենք դե խոտը խմորել ստանալ ավելի լավ սնունդ կովի համար չգիտեմ հավի արտաթորանքը ինչ որ հա process-ներով անել, սունկը աճացնել, այսինչ դե այսինքն այդտեղ ահագին բազմա ցիկլ բաներ կան ու կան բույսեր, որոնք որ մեծ պրոտեինի պաշար են պարունակում, 2 անգամ ավել քան տավարի միսը կամ լոբին եւ այլն, այսինքն այդտեղ նաեւ պարենային անվտանգության հարց կա, որ կարելի է լուծել, հա, որ ամեն գյուղը Արցախում ինչ եղավ, մարդիկ ոնց որ Ռուսաստանից սկսեցին ստանալ բարեկամներից ոնց որ բոնուսներ իրանց կովերին մորթեցին գոմերը ռեմոնտ արեցին ամառը նիվանը վերստացան կանգնացրեցին մեջը հետո բլոկադայի ժամանակ կամ իրանց բակը բռնեցին տենց բետոնեցին սիրուն որ ցեղ չլինի ու բլոկադայի ժամանակ ցավոք սրտի տարբերությունն էլ նենց չի որ մեծաստեղի ու Արցախի հետ էլի ինչ որ այնտեղ տեղի 98 թվին երբ որ մենք ընտանիքով տեղափոխվեցինք Արցախ բոլոր ընտանիքները ինքնաբավ ընտանիքներ էին բոլորը իրանց ամեն ինչը կարողանում էին արտադրեին գրեթե ամեն ինչը ձուկ կաթ միս ալյուր գրեթե ամեն ինչ ամեն մարդ կարող էր արտադրել Դու կամանց ոնց որ այդ բան եղավ, թուլացավ էլի, ոնց որ բանը զգայունությունը թուլացավ, հա։ Հիմա ինձ թվում է
դե այն ժամանակ ապահովում էին լրիվ ձեռքով, հա, դժվար է, այսինքն այն ընտանիքը, որը տենց մի 3 կամ գոնե 2 տղա ուներ, այո, տղա երեխա ունեին, իրանք չէին կարա, հա։ Ձիգ ընտանիք էին, հա, տղա ունենալը տենց ոնց որ լուրջ ակտիվ էր, հա։ Հիմա պետք է ունենալ ուղղակի երեխեք, ովքեր որ հասկանում են տեխնոլոգիաներից, հա, կապ չունի էլ աղջիկ տղա, հիմա արմատում հավասար գրեթե քանակական աղջիկ տղա ունենք, երբեմն աղջիկները գերազանցում են տղաներին կամ տղաները աղջիկներին, այսինքն ստեղ էլ ոնց որ ֆիզիկական տվյալները էական չեն, մտավոր տվյալներն են էական ու արդեն հա թե աղջիկները թե տղաները հավասար կարան գյուղատնտեսությունում լուրջ հարցեր լուծեն ու լուրջ պրոգրես ունենան ու այդ իրանց պապաներին էլ հետ բերեն խոպանից։ Հա Այս լուրջ հարցա, որ մենք դնում ենք տեխնոլոգիական ստարտափներ կան, չէ, Հայաստանում։ Ես օրինակ հանդիպել եմ Digitech-ին էլ եմ, ընդհանուր community-ում էլ եմ հանդիպել։ Բայց այդ ընկերությունները Հայաստանում չեն հիմնականում վաճառում իրենց պրոդուկտները։ Այսինքն իրանք Հայաստանում պրոդուկտները ստեղծում են, բայց Հայաստանում իրացում հայ ճարտարագետները ամերիկացի ֆերմերների համար խնդիրներ են լուծում, բայց Հայաստանի ֆերմերների համար չեն լուծում։ Այդտեղ կա շատ տարբեր պատճառներ կան, այդտեղ ամեն մեկը իր դերը ունի։ Դե երևի գինն էլ ընկալումն էլ, այս կողմից գինը, այն կողմից ընկալումը process-ների։ Այդ սարքավորումները, այդ մասշտաբները օրինակ, հա, Հայաստանում հողերը շատ մանրացված են։ Այդ էլ է խնդրեմ ստեղծում, որ այդ վերևից նկարված բաները կամ նույն մշակաբույսը ինչ քանակի, ինչ մակերեսի վրա է արվում, որ մի 10 հողատեր նույն բանը ցանեն։ Նույն բանը 10-ն էլ քեզնից առնեն այդ սերվիսը, որ ինչ-որ ռեզուլտատ տա դա։ Բայց ոնց որ մոռանանք, այն ինչ որ հիմա արվում է, բայց 50% հողերի չի մշակվում։ Հիմա մի բան պետք է անենք, այս արմաթի 17000 երեխեքից գոնե մի 5000-ին զբաղվեն գյուղատնտեսական հարցերով։ Խնդիր դնենք այդ 50000, այդ 50% հողերը մշակեն։ Թե ոչ մեկ չի մշակում, նույնիսկ եթե ինչ որ ուրիշինն է, եթե երեխեքը գնան այնտեղ մի հատ էքսպերիմենտ անեն, չեմ կարծում ինչ որ մեկը գալու է նո ինչ եկա, հələ մի բան էլ լավ կտենա, որ աշխատում է, հետո կգա ինքը կա։ Այստեղ ուրիշ բան էլ կա, էլի Շվեյցարիայում օրինակ, որի մասին մենք խոսում ենք մինչև եթերը սկսվելը, ըստ օրենքի, եթե դու ունես գյուղնշանակության հող, քեզ ամեն տարի տեղի ինքնակառավարման մարմինները հարց են տալի, ասում են դու ունես գյուղնշանակության հող, արդյոք դու այս տարի ցանելու ես։ Եթե դու իրան ասում ես չէ, չեմ ցանելու, ասում են շատ լավ է, մենք կասենք ով է գալու ցանի։ Իրականում եթե չեմ սխալվում, էկոնոմիկայի նախարարությունը բան արել, մի հատ պլատֆորմա սարքել, որ գույքագրում են հողերը ու փորձում են հասկանալ այդ որնացամը։ Իսկ հիմա դեպի այդ կողմում գնում ենք, իսկ հիմա գնում ենք։ Այսինքն քեզ չեն զրկում, ասում են սա գյուղնշանակություն է, ուրիշ ոչ մի բան չես կարա իրա վրա անես։ Եթե չես անելու, այս տարի եթե չես ցանելու, ուրիշ մարդ կգա կցանի։ Մյուս տարի ցանելու ես, խնդիր չկա, դու տեսիք ոչ մեկ պրետենզիա չունի քո սեփականության իրավունքին։ Սա քո հողն է, բայց քանի որ ինքը գյուղնշանակության է, ինքը պետք է աշխատի։ Ինքն էլ չէ փոքր երկիր է, երևի բոլոր այն հարցերը, որը մենք քննարկում ենք անվտանգության հատվածի, իրանք էլ ունեն։ Հələ հողերը մի կողմ է, բա vertical farming կա հիմա, այսինքն լույսով են աճացնում։ Իսրայելում մի հատ ընկերություն կա, որ sense լրիվ փակ մի հատ սարքա, այս մոտավորապես այս սեղանի չափ իմ բոյի սարքա, որը աճացնում է այդ բաներից բույսերից, ինչ որ dogwood, թե spirulina, ինչ որ տենց բույսեր են, որոնք որ բարձր տոկոսի 60% թե 65% պրոտեին են պարունակում ու արհեստական բանականությամբ սախ կառավարվում է լույսով ինքը հա փակ տեղ է, այսինքն դպրոցի պատվալում դնում են, ինքը ամբողջությամբ աճացնում է, փոշի է սարքում ու այդ փոշին ցանում են սնունդի վրա։ Ասենք, չգիտեմ, կարտոֆիլի խյոսի վրա ցանում են ու դառնում է բարձր պրոտեինային սնունդ։ Այսինքն նույնիսկ հողերը չէ, այսինքն այն ուղղակի պահեստային տարածքներ, շենքերի կտուրներ, նկուղներ եւ այլն, հա մենք միայն մյուս կողմից էլ բան կա, չէ, որ անվտանգության հարց կա, որ
այդ խոսակցությունը կա համապարփակ պաշտպանության խոսակցությունը կա հիմա մեր հասարակության մեջ, որ գոնե բոլոր շենքերում ունենանք թաքստոցներ եւ այլն եւ այլն։ Հիմա այդ թաքստոցները ինչ է արվում, ժամանակ առ ժամանակ հենց որ ինչ որ լուր ա լինում, նոր գնում ենք, բացում ենք, մաքրում ենք, նայում ենք։ Հիմա եթե թաքստոցները վերածվեն vertical farming-ի տեղեր, ինչ որ մեկը կգնա անընդհատ կբացի կնայի ու հետո էլ ինքը եթե հանկարծ Աստված ջանի պետք եկավ, մարդիկ այդտեղ տեղում սնունդ կարտադրեն, այդտեղ ավելի երկար կապրեն։ Իսկ մեզ հատկացված եթերաժամանակը ավարտվել է, բայց թեման շատ հետաքրքիր է, մենք ժամանակ առ ժամանակ, երբ դուք լուրեր ունենաք, այս թեմայից եկեք վերադառնանք այս խոսակցությանը, որտեղ ինքը իրականում կարևոր է, շատ լավ է, որ մենք միասին խոսում ենք տեխնոլոգիաների մասին ավելի կիրառելի տեսանկյունից, էլի։ Մի խոսքով ռոբոտիկան պետք է դառնա ազգային սպորտաձև, գյուղատնտեսություն 4.0 պետք է դառնա ազգային, ամենակարևոր տնտեսության ճյուղը։ Բռնցքամարտ, ծանրամարտ եւ ռոբոտաշինություն։ Հետ այսու մեր ազգային թող լինեն այն սպորտերը, որտեղ մենք առաջ ենք։ Եվ շախմատ, հա, իհարկե։ Ու բռնցքամարտից թույլ ենք, սենց անենք, հա, շախմատ, ծանրամարտ եւ ռոբոտաշինություն։ Թեք հայերն էին եթերում, Սարգիս Կարապետյանի հեղինակային հաղորդաշարներ, Դավիթ Խումարյանը ձեզ համար այն վարեց, հաջորդ շաբաթ կհանդիպենք, շարունակեք լսել Գործարար ալիքը։